Հարթ, մաշկ, համաչափ դիմագծեր եւ կատարյալ մարմիններ։ 21-րդ դարի բժշկությունն ու տեխնոլոգիաները մեզ նվիրել են մի աշխարհ, որտեղ գրեթե ոչինչ անհնար չէ։ Անպտղությունից մինչև հավերժ երիտասարդություն։ Հիմա արդեն գեղեցկություն արարողն ու թելադրողը ոչ թե բնությունն է, այլ բուժական միջամտությունները։ Իսկ դրանց դիմելն իրական ցանկություն է, թե դարի թելադրանք։ Գուցե չափի զգացողության բացակայություն, սրանք հարցեր են, որոնք առաջանում են յուրաքանչյուրի մոտ։ Շատ կոմպլեքսավորված էի զգում, դրա համար էլ որոշեցի դիմել միջամտության ու արդյունքում ունեցա ձգված կոպեր, գեղեցիկ շուրթեր, բայց դա միմիայն վատթարացրեց իմ առողջությունը, վնաս հասցրեց իմ առողջությանը, ընդհանուր մինչև տեսողության վատացում։ Հիմա դիմել եմ մեկ այլ մասնագետի, որի օգնությամբ էլ աշխատում ենք հետևանքները վերացնելու ուղղությամբ։ Համացանցը պայթում է էսթետիկ միջամտությունների լուսանկարներով ու կոսմետոլոգների բում առաջարկներով։ Կնճիռների վերացում, ներարկումային պրոցեդուրաներ եւ այսպես շարունակ։ Իսկ նրանցից քանիսն ունեն համապատասխան կրթություն։ Մասնագետը պարտադիր պետք է ունենա բարձրագույն բժշկական կրթություն, նաև պարտադիր պետք է անցած լինի արդինատուրա մաշկաբանության եւ կամ պլաստիկ վիրաբուժության, որպեսզի ունենա համապատասխան լիցենզիա տվյալ մասնագիտությամբ աշխատելու համար։ Շատերի մոտ բացակայում է եւ դա բավականին ցավալի է։ Սխալ ներարկման արդյունքում դիմագծերս ասիմետրիկ դարձան, կախվեց դեմքս, շրթունքներիս ֆիլերն էլ միգրացվել էր ու իմ պատկերացրած գեղեցկուհուց ընդամենը 2 պրոցեդուրայի արդյունքում վերածվեցի սկսնակ մասնագետի սևագրության։ Ինքնահռչակ մասնագետների սևագրության արդյունքում շատերը ցանկալի գեղեցկության փոխարեն դրանց անցանկալի ու տհաճ անակնկալներն են վայելում։ Կորցնում են անգամ սեփական ինքնությունը, ինչն արդեն բերում է հոգեբանական խնդիրների։ Իսկ ամենավտանգավորը ոչ բոլոր մասնագետներն են նախապես զգուշացնում վտանգների մասին։ Զոնաներում ներարկումներ սխալ դոզավորմամբ կատարելու պարագայում պացիենտը կարող է ձեռք բերել կուրություն, անգամ մինչև իշեմիա, նեկրոզ, այսինքն հյուսվածքների մեռուկացում, նաև անաֆիլակտիկ շոկ, ալերգիկ ռեակցիա եւ մասնագետի ոչ բավարար կրթվածության պատճառով այդ շոկը կարող է չբուժվել։ Մահացության դեպքեր Հայաստանում արձանագրվել են հատկապես վերջին տարիներին եւ միջամտության ընթացքում եւ վերականգնողական փուլում։ Ապացույցը նրա, որ նման փոփոխությունները ռիսկային են։ Ուստի հարկավոր է երկար մտածել թե որոշում կայացնելիս եւ թե մասնագետ ընտրելիս։ Հակացություններ կան, հղիությունը եւ կրծքով կերակրման շրջանը սիրտանոթային համակարգի քրոնիկական հիվանդություններն են, որոնց պարագայում եւս հակացուցված են։ Զարկերակային ճնշումը, հիպերտենզիան, մյուս հակացումը շաքարային դիաբետն է, կրկին անկառավարելի վիճակում։ Միջամտությունները դրական ու ցանկալի արդյունք են տալիս, երբ կատարվում են խելամիտ ու վերահսկելի պայմաններում։ Սակայն հաճախ դիմելով 1 կամ 2 պրոցեդուրայի մարդիկ կորցնում են չափի զգացողությունը, ինչն էլ անդառնալի հետևանքներ է ունենում։ Մասնագետն ասում է գեղեցկությունն արժեք ունի, եթե նրա համար չես վճարում առողջությանդ հաշվին։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։